Բարձր սիրելի հետևորդներ, այսօր կլուծենք շտեմարանի բաժին 2-ի 33-րդ վարժության առաջադրանքները։ Գրենք վարժություն 33, առաջադրանք առաջին։ 6-ի 5 աստիճան, բազմապատկած 5-ի 6 աստիճան, 3-ի 4 աստիճան, հայտարարում բազմապատկած 15 աստիճան։ Սա հավասար է 6-ի 5 աստիճան, բազմապատկած 5-ի 6 աստիճանը կգրենք հետևյալ ձևով 5-ի 5 աստիճան բազմապատկած 5, 3-ի 4 աստիճան բազմապատկած 15 աստիճանը ներկայացնենք հետևյալ կերպ 2-ի 4 աստիճան, անգամ 5-ի 4 աստիճան և անգամ 10։ Սա հավասար է 6-ի 5 աստիճան բազմապատկած 5-ի 5 աստիճան կարող ենք գրել 30-ի 5 աստիճան բազմապատկած 5, այստեղ 3-ի 4 աստիճան բազմապատկած 2-ի 4 աստիճան բազմապատկած 5-ի 4 աստիճան լինելու է 30-ի 4 աստիճան բազմապատկած 10։ 5-ն ու 10-ը կրճատենք, այստեղ 1, այստեղ 2, 30-ի 5 աստիճանը 30-ի 4 աստիճանի հետ ստացվում է 32, որն էլ հավասար է 15։ Ընտրենք ճիշտ տարբերակը, 4-ը։ Լուծենք երկրորդ առաջադրանքը 2 մինուս արմատ 3 մինուս 1-ի հարաբերությունը 2 պլյուս արմատ 3։ Նախ ազատվենք հայտարարի ռացիոնալությունից 2 մինուս արմատ 3, տվյալ դեպքում իրացիոնալությունից ազատվելու համար համալիչ հայտարարը պետք է բազմապատկենք հայտարարի համալուծով, այսինքն 2 պլյուս արմատ 3 բազմապատկած 2 մինուս արմատ 3, համալիչն բազմապատկենք 2 մինուս արմատ 3-ով, սա հավասար է 2 մինուս արմատ 3 մինուս համալիչում գրենք 2 մինուս արմատ 3, իսկ հայտարարում ստացվում է կրճատ բազմապատկման քառակուսիների տարբերության բանաձևը, այսինքն կլինի 2-ի քառակուսի մինուս արմատ 3 բարձրացած քառակուսի, սա հավասար է 2 մինուս արմատ 3 մինուս 2 մինուս արմատ 3, 2-ի քառակուսին 4, արմատ 3-ի քառակուսին ստացվում է 3, քանի որ քառակուսին արմատանշանից ջնջվում է, ստացվում է 2 մինուս արմատ 3 և մինուս 2 պլյուս արմատ 3, որտեղ այստեղ մինուս մինուս ստացվում է պլյուս։ Կատարենք կրճատումները 2 մինուս 2 0, արմատ 3 մինուս արմատ 3 պլյուս արմատ 3 0։ Ընտրենք ճիշտ տարբերակը, երկրորդը։ Լուծենք երրորդ առաջադրանքը, գրենք 4 սինուս քառակուսի 15 աստիճան, սա հավասար է, սա գրենք հետևյալ կերպ 2 անգամ 2 սինուս քառակուսի 15 աստիճան։ Սա լուծելու համար օգտվենք եռանկյունաչափական բանաձևերից, կոսինուսի կրկնակի անկյան բանաձևերից, կոսինուս 2 ալֆան, հիշացնեմ ձեզ որն է, հավասար է 1-ի ցանց 2 սինուս քառակուսի ալֆա։ Սա կոսինուսի կրկնակի անկյան բանաձևերից մեկն է, անուր 3-ն են, կոսինուսի դեպքում։ Այստեղից 2 սինուս քառակուսի ալֆան հավասար է 1-ի ցանց կոսինուս 2 ալֆա, այժմ կիրառենք մեր առաջադրանքի մեջ, այսինքն 2 անգամ 1-ի ցանց կոսինուս 2 անգամ 15 աստիճան 30 աստիճան, սա էլ հավասար է 2 անգամ 1 2 մինուս 2 կոսինուսի 30 աստիճանում արմատ 3 երկրորդ։ Կատարենք կրճատումները, ստացվում է 2 մինուս արմատ 3։ Ընտրենք ճիշտ տարբերակը, երկրորդը։ Լուծենք չորրորդ առաջադրանքը, լոգարիթմ
արմատ 2 հիմքով 8 մինուս լոգարիթ 3 հիմքով 8 բազմապատկած լոգարիթ 2 հիմքով 3 սա հավասար է 3 սա հավասար է լոգարիթ արմատ 2 հիմքով 8-ը գրենք հետևյալ ձև լոգարիթ արմատ 2-ը գրենք կոտորակային աստիճանի տեսքով 1/2 աստիճան իսկ 8-ը 2 հիմքով կլինի 2-ի խորանարդ մինուս այստեղ ստացվում է գրենք հետևյալ ձև լոգարիթ 3 հիմքով 8 բազմապատկած իսկ այստեղ լոգարիթմի հիմքի և լոգարիթմական տեղերը փոխենք, այսինքն կգրենք 1-ի հարաբերությունը լոգարիթ 3 հիմքով 2 սա հավասար է օգտվելով լոգարիթմի հատկությունից ստացվում է 3-ի հարաբերությունը 1/2 գրենք 3-ի հարաբերությունը 1/2 մինուս այստեղ ստացվում է գրենք այսպես ավելի մանրամասն լոգարիթ 3 հիմքով 8 հայտարարում լոգարիթ 3 հիմքով 2 սա հավասար է 3-ի հարաբերությունը 1/2-ին դա 3 անգամ 2-ն է 2/1-ը 1 հայտարարը չեմ գրի այստեղ օգտվելով լոգարիթմի հատկությունից հայտարարի լոգարիթմական թիվը գալիս է լոգարիթմի հիմք այսինքն լինում է լոգարիթ 2 հիմքով 8 սա էլ հավասար է 6 մինուս քանի որ 8-ը 2-ի խորանարդն է հետևաբար ստացվում է 3 սա էլ հավասար է 3 ընտրենք ճիշտ տարբերակը առաջինը Շնորհակալություն դիտման համար, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա վիդեոդասերը բաց չթողնելու համար